Ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը չի բացառել, որ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ կքննարկեն Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականների ընդայնված ձևաչափով շփումների հարցը։ Մենք մշտապես փորձում ենք բոլոր միջազգային հարթակները օգտագործել շփումների համար, եւ Ադրբեջանի իմ գործընկերը նույնպես դրական է տրամադրված այդ շփման տրամաբանության նկատմամբ։ Չնայած դեռ խոսակցություն չկա, բայց ենթադրում եմ, որ Ստամբուլում կայանալիք միջխորհրդարանական միության համաժողովի շրջանակներում ելի շփումներ տեղի կունենան։ Բերլինում տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Գերմանիայի կանցլեր Մերցի հանդիպումը։ Կողմերը վերահաստատել են Հայաստանի եւ Գերմանիայի միջև ձևավորված բազմամյա բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները։ Գերմանական կողմը ողջունել է Հայաստանի Եվրոպական միության եւ ժողովրդավարական պետությունների լայն ընտանիքի հետ կապերի ամրապնդումը, կարևորել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին դրական զարգացումները։ Հանդիպման արդյունքներով ստորագրվել են Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր։ Իրանի արտաքին գործերի նախարարը ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին։ Արարչին է ներկայացվել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ծրագրերն ու առաջնահերթությունները։ Արարչին Հայաստանի հետ հարաբերությունները բնութագրել է որպես պատմական կապեր սերտ շփումներով։ Երևանը հերքում է Բաքվի պնդումները, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգը հակասում է խաղաղ գործընթացին։ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ Armenpress-ի տված մեկնաբանության մեջ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակն է շեշտել։